Տեր Հիսուս հայտնվեց Պողոսին եւ ասեց. Պողոս, իմ շնորհքս բավական է քեզ։ Սիրելի քույրս ու եղբայրս, թուլացել ես այսօր։ Տեր Հիսուսի շնորհքը բավական է քեզ։ Մեղք ես գործել, Տեր Հիսուսի շնորհքը բավական է քեզ։ Գուցե հայտնվել ես մի իրավիճակի մեջ ու որի պատճառով դու ինքդ քեզ դատապարտում ես ինչ որ սխալների համար, Տեր Հիսուսի շնորհքը բավական է քեզ։ Երբեք Աստծո հնարավորությունները մի սահմանափակիր։ Երբեք մի մոռացիր Տեր Հիսուսի արած այն մեծ գործը, որ կատարվեց խաչի վրա եւ նա ասեց ամեն բան կատարվեց։ Կատարվեց քո փրկությունը, կատարվեց քո ազատագրությունը, կատարվեց քո հաղթանակը հենց խաչի վրա, որ դու լինես հաղթանակած, որ դու լինես բժշկված, որ դու լինես օրհնված եւ զորացած Տեր Հիսուս Քրիստոսի մեջ։ Այո, այսօր այս խոսքը վերաբերվում է ինձ ու քեզ եւ ես ուզում եմ վերցնես այսօր այս խոսքը ինչ վիճակի մեջ էլ որ դու կաս, Տեր Հիսուսի շնորհքը բավական է քեզ։ Միայն թե եթե մեղք ես գործել, եթե սխալներ ես թույլ տվել քո կյանքի մեջ, խոստովանվիր Տիրոջը եւ նրա թափած սուրբ արյունը կմաքրի քեզ ամեն հանցանքից եւ ամեն մեղքերից եւ դու ազատ կլինես դատապարտությունից։ Սիրելի ընկերս, սիրելի քույրս ու եղբայրս, Հիսուսի շնորհքը բավական է քեզ։ Երբեք մի ընդունի սատանայի սուտը, որ դու կմեռնես քո մեղքերի մեջ, որ քո մեղքերը քեզ կդատապարտեն, որ քո մեղքերը քեզ այսպես ու այնպես կանեն, որ դու այս վիճակի մեջ ես, որովհետև դու սխալ ես գործել։ Մի լսիր սուտ խոսքեր, մի լսիր այնպիսի մարդկանց բացասական խոսքեր, որոնք թուլացնում են քո հավատքը եւ կոտրում են քո հավատքը առ Աստված։ Սիրելիս, ընդունիր Աստծո խոսքը։ Հիսուսի շնորհքը բավական է քեզ։ Եղիր օրհնված Տեր Հիսուսի անունով, օրհնում եմ կյանքդ եւ օրհնում եմ քո ամբողջ օրդ Տեր Հիսուսի անունով։ Վերցրու այսօր այս խոսքը եւ տարածիր քո ընկերների մեջ, որպեսզի նրանք էլ լինեն ազատագրված եւ օրհնված Աստծո խոսքի միջոցով։ Տերը օրհնի ձեզ սիրելիներս։ Ամեն։